ամբողջ կյանքս համայնքներ եմ սարքել։ Չեմ էլ հասկացել, որ դա համայնքներ են։ Այն ժամանակում էներգիան, որ դնում եմ մեմի վրա, համայնքների վրա, դրանք շատ լուրջ հարվածում են իմ ֆինանսներին։ Top վերևի մակարդակի ղեկավար փոխարինելը իր տարեկան միջին աշխատավարձից 2.5 անգամ ավելի թանկ է ընկերության համար, քան եթե ինքը մնար։ Այս ընթացքում նյուժելի դու չես ձեռք բերել մի հմտություն, որ դու կարողանաս մոնետիզացնես։ Կողքից որ նայում ես, ուղղակի կողքի հայացք, ամեն ինչ բավականին հեշտ ու սահուն է թվում։ Ամեն սապ թոփեկի տակ երևի մի 10 դեպք եմ ունեցել, որից 6-7-ը բավականին դառն են եղել։ Միանշանակ չի եղել մեր այդ խմբի մուտքը գյուղ, կասկածում էին որտեղ են մեզ գցում, հա։ Ահռելի բաց կա, սա գիտակցելու եւ հետո նաեւ իրագործելու։ Մեր մոտ իրար ցավով ապրող գաղափարական, չգիտեմ, արժեքային թիմա արի։ Այդ էմոցիոնալ հյուծվածությունը վարակիչ էֆեկտ ունի։ Եվ ես կապացուցեմ, որ քո հետադարձ կապը լսվում է։ Մարդիկ իրար են ավելի վստահում, քան սոցմեդիայում տեսած թանկանոց եւ գունավոր բաներներին, էլի։ Անկեղծորեն անհամբեր սպասում էի այս զրույցին։ Բարև ձեզ, ուրախ եմ վերադառնալու պոդքասթային հերթական էպիզոդով։ Այսօրվա իմ հյուրն է Մայիսը Մարգարյան, հանդիսանում է համայնքային կառավարման մենեջեր, այնպիսի համայնքների community manager, ինչպիսիք են Lifelong Learning, MEM, մարզերի երեխաները մարզերում։ Մայիսը նաև հանդիսանում է Exelis Training կենտրոնի հիմնադիր ղեկավարը։ Մայիս ջան, ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ եմ։ Շատ մերսի, որ եկար, անկեղծորեն անհամբեր սպասում էի այս զրույցին։ Դու էլ ես սպասում։ Հա, որովհետև ինչպես մի քիչ առաջ ասացի, լիքը բան կա, որ պետք է այսպես ճակերտավորը մարսացնենք, որտեղ այս թեման չի մասին խոսելու ենք, թեր շուկան, դաշտը պետք է անկալի էլի աշխատանք պետք է տարվի։ Քանի տարի ասցիր Հայաստան։ Դե ինքը համայնքները մարդկության պատմության հետ հավասար տարիք ունեն, բայց համայնքաշինությունը այս նոր համատեքստում, նոր կոմունիկացիաների, հա, նոր տեխնոլոգիաների համատեքստում մի 15-20 տարեկան երիտասարդ մասնագիտություն է։ Իմ դիտարկումներում օրինակ Ռուսաստանում մի 7 տարի է, որ այսպես զարգանում է, օրինակ արդեն շատ են խոսում, նկատվում է։ Ընթացքում կպատմեմ, հա, ինչպես գաղափարծվեց։ Հայաստանում որոշեցի ես խոսամ այս մասին, քանզի ոչ մի չէր ասոցացնում եմ։ Հա, ես այդպես խնդիրել դրել էի, որ դիրքավորվեմ, որտեվ ինչ որ պահի հասկացա, որ ամբողջ կյանքս համայնքներ եմ սարքել, չեմ էլ հասկացել, որ դա համայնքներ են, եւ չեմ էլ հասկացել, որ դա community management է, դա համադրելով տվյալ փուլում իմ խնդիրների հետ, որ նոր բան էի ուզում, այսպես ստացվեց, էլի։ Կարող եմ միանգամից սկսեմ պատմել օրինակ։ Հələ արի մի բան ավելի ոնց որ sense basic մակարդակի իջնենք, այն մարդկանց համար, ովքեր որ չգիտեն community building-ը, համայնքաշինությունը, ինչի մասին է։ Եթե sense կարճ եւ հնարավորինս հանրամատչելի լեզվով բացատրես։ Համայնքաշինությունը, community building-ը դա մարդկանց խմբերից նրանց սոսնձելով եւ դեպի համապատասխան նպատակ տանելու մի հատ մասնագիտություն է, պահպանելով կարմիր գծերը, արժեքները, կիրառելով տարբեր տեղեկատվական եւ սոցիալ հումանիտար տեխնոլոգիաներ եւ լուծել այդ խնդիրը, հա, միավորել մարդկանց, սոսնձել, ուղղորդել, ստանալ այդ համայնքի ուժը, հա, այդ ուժգնությունը, ու ծառայել ինչ-որ նպատակի։ Հա, ինչ-որ նպատակի։ Շատ լավ։ Շատ բարձ այդպես։ Հա, դե դու ֆինանսա բանկայինում ես, չէ՞, աշխատել միջև այդ։ Ոնց եղավ, այդ ինչ պահ էր, որ որոշեցիր, որ փոխակերպում ես կարիերատ դեպի համայնքաշինություն։ Չէ, այդպես չի եղել։ Ուղղակի ինձ դուր եկավ սոցիալական դաշտը։ Ես մտա տարբեր սոցիալական ծրագրերի մեջ։ Հետո դա ավարտվեց նրանով, որ մենք ՀԿ հիմնեցինք, հա, մարզեր երեխաները մարզերում։ Մեմը։ Այո, մեմը։ Եկավ կյանքի մի փուլ, որ հասկացա, որ այն ժամանակում էներգիան, որ դնում եմ մեմի վրա, համայնքների վրա, դրանք ոնց որ միջավայրի վրա շատ լուրջ հարվածում են
իմ ֆինանսներին, դա առավել ընդգծվեց, երբ որ ընտանիք կազմեցի, երեխաներ, այո, երկրորդը որ ծնվեց, չհասկացա, որ sense չի կարելի, պետքա պատտվել բիզնեսի վրա, բիզնեսն էլ Excel-ից training center-ն է, բայց Excel-ը ահագին դժվար էր դրա պատճառով, բայց հասկացա, որ չէ, եթե ուզում եմ ցանկալի ֆինանսական արդյունքը, ահագին պետք է թողեմ սոցիալական դաշտը, ու ահագին գամ բիզնեսի վրա, բայց այդ տեսլականը իմ կյանքը ասենց սև ու սպիտակ էր սարքում, եւ կամ-կամի մասին, հա, լրիվ կամ-կամ էր, ու անկեղծ շատ եմ մտածել, ես ուզում եմ այսպես սև սպիտակ կյանք մենակ բիզնես այս փուլում առնվազն, թե ուզում եմ այսպես գունավոր, բայց անեկամուտ։ Ասի չէ, պետքա լինի երրորդ ճանապարհ։ Մայիս այս ընթացքում նյուժելի դու չես ձեռք բերեմ մի հմտություն, որ դու կարողանաս մոնետիզացնես։ Ու մի քանի օրվա ընթացքում հասկացա, որ ողջ կյանքս համայնքներ եմ սարքել։ Ովքեր ինձ վաղուց են հետևում, Դրախտիկ գյուղի շուրջ ձևավորված համայնքը, այդ գյուղը մի քանի տարի ակտիվացրեցինք։ Հա, ասենք network արշավները, որ իսկական community էր, մենք գալիս ենք արշավներից եւ բազմաթիվ ֆորմատներով փոխգործակցություն ենք կազմակերպում, նույնիսկ իվենտների ճնշող մեծամասնությունը արշավ չէր։ Հետո էլի ֆոկուսս եկավ հաջորդը երևի դարձավ մեմը, հա։ Ու հասկացա, չէ, որ սա կյանքս համայնքն եմ ստեղծել, բայց որպեսզի ռուսերեն մոտ լավ բառ կա, շարլատան չթվայի, հասկացա, որ պետքա տեսական շերտը քաշես պրակտիկ շերտի վրա, հա, օքեյ, ամբողջ կյանքդ առաջնագծում կռվել ես ինչ որ համայնքներ ես սարքել, բայց լավ, այդ համակարգային պետքա կարողանաս մատուցել։ Եվ ես 7-8 ամիս գրքեր էի կարդում, ոդքասթներ էի լսում, աուդիոդասեր էի լսում։ Հա, ես այսպես պրակտիկայի վրա քաշում էի տեսականը։ Հասկացա, որ օրինակ այդ թեմայի ամեն թոփիկի, ենթաթոփիկի, ենթավերնագրի, ենթավերնագրի տակ ես ունեցել եմ շատ փորձառություն։ Չէ, դարակներով դասավորված է։ Ավելին հասկացա, որ գրեթե ամեն սապ թոփիկի տակ երևի մի 10 դեպք եմ ունեցել, որից 6-7-ը բավականին դառն են եղել, հա, այդ իսկ ես հիմա կարծում արհեստական բանականությունը ցենց որ խնդրես մի անգամից գիրք կգրի AI-ի մասին, բայց այդ օրինակները փորձառությունը որ ունես, դա պետքա շաղախես տեսականի հետ մատուցես։ Մեկնաբանությունն ենք մենք այսօր արժեք սարքում, չէ՞։ Եվ այդ 6-7 ամիս հետո ես հասկացա, որ պատրաստ եմ եւ հասկացա նաեւ, որ այս դաշտը, այս մասնագիտությունը, այս թեման, այս նարատիվը պետքա բերել։ Լավ, այսպես որ ոգևորվեցի, ասեմ, ես սրա մեջ նաև շատ ուրիշ խորքային իմաստ եմ տեսում, մակրո էֆեկտ, տնտեսագետները հաստատ գիտեն trust economy հասկացությունը, վստահության տնտեսություն, ինչ կապ ունի սա community building-ի եւ community management-ի, ինչքան մենք շատ ստեղծենք լավ, առողջ, վստահության բարձր մակարդակով համագործակցային համայնքներ եւ ինչքան հələ մի հատ էլ համայնքներ ստեղծենք, այնքան տրանզակցիաները շատանալու են տնտեսական աճի հետ ուղիղ կապ ունի։ Մի հատ է սրան գումարենք, որ մենք աշխարհով սփռված ազգ ենք եւ հաճախ ենք խոսում network nation, Սփյուռքի։ Այո, կարանք լինենք network nation, որտեվ իմ դիտարկումով այդ կապերը չափազանց քիչ են եւ չափազանց նոսր են այն պոտենցիալի հետ համատած, որ ունենք network nation համայնքային ցանցային ազգ, ոնց են հрьяաները ամբողջ աշխարհում սփռված, համագործակցող։ Իրանց օրինակ որ բերեցիր, հասկացա այդ ինչ։ Մենք կարանք լինենք այդքան արդյունավետ, բայց իհարկե տարբեր ուժեր, վատ քաղաքականություն, վատ մենեջմենտ։ Ուզեցա այսպես կապել, հասկանում ես, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել հիբրիդ համայնքներ, որոնք տարածական միջավայրում հասնում են, չգիտեմ, Արգենտինայից մինչև Ինդոնեզիա։ Եվ նույնիսկ մակրո էֆեկտ առաջացնել էլի ես ինչի համար սա ուզեցա ասեմ ես սիրում եմ այդ սոցիալականի հետ իմ այդ սերը պատահական չի ես ուզում եմ իմ արածի եւ ազդեցության մեջ մեծ ազդեցության մեջ կապ տեսնեմ եւ այդ էլ ոգևորեց այս ոլորտի մասին անպայման խոսալ սովորացնել մարդկանց փորձով կիսվել այո ներգրավել մշակույթ փոխել լսի sense կողքից որ նայում ես ուղակի կողքի հայացք
ամեն ինչ բավականին հեշտ ու սահուն է թվում։ Դե Մայիսը համայնքաշինության մասնագետ է, դե այն ինչ որ ինքը անում է ֆանտաստիկ է, ուղղակի մեմով ես հիանում եմ, ստեղ ուղղակի եւս մի անգամ քեզ ասեմ մերսի աշնակի փորձառության համար, երբ որ ինձ հրավիրեցիք աշնակում խոսելու, գիտես ինչ դեմքով եմ եկել այն հերթական սեմինարի գնալու դեմքով ուշանում էի, ահա որ արագ գալիս եմ, ասում եմ լավ դե հասնեմ, ես մեկն էլ անցնի, շաբաթ թե կիրակ էր, հասա, ոնց որ այն մուլտիկների մեջ է, ոնց է կախարդական ֆեյան մի հատ փայտիկով խփում ու սկսում ես փայլել, այդ ինչ էներգետիկա էր ու ես շատ շնորհակալ եմ այդ փորձառության համար։ Դու ոչ ուզում էիր, ոչ էլ կարողանում էիր թաքցնել քո էմոցիաները, եւ դա երևում էր, դա բոլորը զգում էին։ Ֆանտաստիկ է։ Հա, շատ լավ օրեր է։ Հələ վերջում կպատմենք մի քիչ էլի ոնց մարդիկ առանձին մասնագետներ կամ ընկերություններ ներգրաված լինեն։ Հա, ինչն է ասում։ Ասում եմ կողքից այս ամեն ինչը ավելի սահուն ու այդպես էլ պիտի լիներ ա թվում, վստահ ունեցել ես դժվարության բահեր։ Setback-եր, հայերեն այդ բառը, հետ կանգնելու բահեր, որոնք են ու չենք կարող անverջ խոսել, բայց այն ամենա քեզ համար հուզական գունավորները։ Ճիշտ ես ասում, շատ կետեր կան, արդեն լարվեցի, բա որը պատմեմ, լավ կպատմեմ Դրախտիկ գյուղի շուրջ։ Միանշանակ չի եղել մեր այդ խմբի մուտքը գյուղ, կասկածում էին, որտեղ են մեզ գցում, հա։ Եվ այլն, շատ այսպես թույնոտ նարատիվներ էին գցում, հա։ Թույնոտ թարախոտ, հա, ասենք պայմանական սրանք օրինակ սրիկանեն, բայց այս փողեր աշխատում։ Հա, սա գյուղին չեմ ուզում պիտակավորեմ, մի հատված, որի հետ իդեպ հետո ընկերացել ենք։ Միշտ տենց է լինում։ Հա, մենք ասեմ քեզ այդ հատվածը նաև 20 թվականից հետո, այդ հարվածից հետո ավելի սկսեցին իրար սիրել էլի, որտեվ գյուղն էլ զոհեր տվեց շատ։ Վերջը բոլորիս տուն մտավ ինչ եկեր։ Հա, մի քիչ խոնարհացանք, ես թվում է մի քիչ իմաստացանք։ Բայց եղել է կետ, որ ես շատ կոպիտ ասել եմ, «Տո լավ թքեմ ես ամեն ինչի վրա դուրս գամ», հա, կոպիտ ասած գնացի եւ որ ասեցիր հուզիչ ինձ զանգում է գյուղից Ալբերտը դպրոցի աշակերտ, ասում է բանը գյուղում ես մի հատ բան եմ ուզում գամ քեզ այնց օգնության կարիք կա իր եղբայրը խնդիրներ ուներ Երևանում ես թղթեր էի էլի կազմակերպում հիվանդանոցի հետ կապված ամեն ինչի համար չհասնեին Երևան անես ներկայացրեց որ ես եմ իրան պետք բայց իրականում բերեց մի հատ թարմ կաթ մածուն, այսպես մեծ, թթուներ տարբեր սարերի։ Հա, ասես ինչ ես անում, ասես դե որ ճիշտ ասեի, ասել էր մի արի, ու ասեցի չէ, այս երեխեքի համար ամեն ինչ ծառնի դնելու, մենակ իրանց ենթակա Կատեգորիան բավարար է, որ իմ մոտիվացիան չմարի։ Որ շարունակես։ Հա, շարունակեցինք, ճիշտ է, հետո պրիորիտետները փոխվեցին, առաջնահերթությունները, բայց միջև հիմա գյուղում մենք կանք։ Ինձ թվում է, որ այդ ինչուն գիտես, կամ նորմալ է որ կորցնում ես, մեկ հնարավոր չի անընդհատ դու այդ արժեքի իմանես, դու ինչ ես բերում կամ խի ես եսան, բայց այնց դիտարների մեջ կարաս պահիտակ գտնես, հենց այդ նույն երեխու զանգը էլի։ Հենց իրան ուղղակի այդ նույն ցիկլերը, որ դու ապրում ես, ոնց որ հա մայրա հիասթափվել էր, ինչուն գտար։ Հետո ասենք 7-րդ անգամ ասում ես, արդեն չես խորանում, ասում ես, չէ, ինչուն կա, նախորդ 6 փորձեցություն տվել, որ մեկը գալու եմ ինչու՞ին, սիստեմա դառնում։ Ինչ մի ավելորդ անհանգստանալ, փորձում ենք սառը պրոֆեսիոնալի պես։ Կա նպատակ, կանք մենք, կա ճանապարհ, գնում ենք վերջ։ Հա, ինչու՞մ կա, ճանապարհը արդեն ինքն իրան անցնում ես։ Մեր ոդկասթի հիմնական գործընկերն է Magnus HR-ը։ Magnus HR-ը հանդիսանում է հավաքագրման եւ HR ծառայություններ մատուցող ընկերություն։ Հաջողված համագործակցությունների մեջ են ֆինանսաբանկային, IT, tech, արտադրական եւ շատ այլ ոլորտների ներկայացուցիչ ընկերություններ։ Ունեք HR մասնագետի կարիք։ Ցանկանում եք վերակվալիֆիկացնել ձեր HR թիմերը։ Ունեք բարդ հաստիկներ, որոնք դժվարանում եք կարճ ժամկետներում համալրել։ Ունեք մեծ թիմերի համալրման արագ կարիք։
կամ ներկա թիմի զարգացման, կառավարման, գնահատման եւ արդյունավետության չափման կարիք։ Այ նմանատիպ մենեջմենթական եւ HR կարևոր որոշումների մեջ Magnus-ը կարող է դառնալ ձեր վստահելի գործընկերը։ Magnus HR ընկերության հետ կարող եք կապ հաստատել ձեր կողմից նախընտրելի սոցիալական հարթակի միջոցով։ Բոլոր հղումները տեղադրված են ոդկասթի նկարագրություն բաժնում։ Մեր ոդկասթի մեկ այլ սիրելի գործընկեր է Pixart Ակադեմիան, որն ապահովում է ամբողջ ոդկասթի իրականացման տեխնիկական կողմը։ Եթե դանդաղ իրան բերենք դեպի այս դաշտ, ինչքանով որ ես եմ մտածում, հնարավոր է եւ սխալվում եմ, բայց բիզնեսի մեջ, կառավարման մեջ եւ HR-ի մեջ ամեն օր community building-ի մասին է։ Բայց ահռելի բաց կա սա գիտակցելու եւ հետո նաեւ իրագործելու։ Ինչ ես կարծում ինչու։ Համաձայն եմ, մի քիչ տեսականից գանք, եթե վերցնենք community management-ի տեսանկյունից, կան արտաքին ներքին համայնքներ, ներքին անձնակազմից համայնք սարքելը, դա ներքին community-ն է, ավելի շատ կորպորատիվ մշակույթ է, հա, HR-ի տեսանկյունից որ նայենք, community սարքելը դա կորպորատիվ մշակույթ ներդնելն է, ավելի շատ հորիզոնականացում, ավելի շատ ներգրավվածություն, ավելի շատ սոսինց, ավելի շատ ոչ ֆորմալություն, ավելի ուժեղ սոցիալական կապեր, ավելի շատ խաթր, ավելի շատ իրար ուժեղացնել, ըստ էության ուժեղացնելով ընկերությանը։ Դուք ինձանից լավ գիտեք HR մասնագետներդ, թե ինչքան հիմա, մանավանդ հիմա կարևոր են աշխատողների համար, ասենք մշակույթը, արժեքները։ Հա, միանշանակ։ Դրա շուրջը։ Այո։ Հա։ Շատ հետաքրքիր փորձեմ կարճ, բայց այսպես շատ դիպուկ բացատրեմ բիզնեսի շահը, հա, ինչի համար community management դնել ներսում եւ HR-ները նաեւ հասկանան, որտեւ այդպես իրանք ուգածից կլինեն, հայերեն չգիտեմ, բիզնեսի շահին վերջնանպատակ, այո։ Բիզնեսի շահին, հա։ Հա, ինչա տեղի ունենում, եթե դու ինչ որ X կամպանիա HR-ը չի ներդնում community management, չի տանում դեպի հորիզոնականացում, չի դնում այդ կորպորատիվ մշակույթը, ինչ որտեղ դնում է, այս մի աշխատատեղը հենց աշխատողի աշկերում դառնում է շատ ավելի գրավիչ։ Օրինակ, որտեվ ինքը բոլորին սիրում է, բոլորի հետ փորձառություն է ունեցել, ընդեղի community manager-ը կամ HR manager-ը իրանց հետ այնպիսի տեխնոլոգիաներով աշխատել, իրանց հետ կա վստահության, համագործակցության շատ բարձր մակարդակ, այդ ամեն ինչը արժեք է իրանց համար, եւ օրինակ ինքը պատրաստ չի 20% ավել աշխատավարձով գնա ուրիշ տեղ, որտեվ իր թիմը, իր համայնքը ինքը պատկանելիության զգացում է։ Պատկանության սեփականության զգացում, հա։ Այդ ամենը վերջին չի նա բերում։ Նախ երկու օրինակ կբերեմ հոսունության նվազման, ինչ ոնց որ բիզնեսը ծախսում է իրանց վրա, տրեյնինգներ ուղարկում, հետո մեկ էլ հոպ գնացին։ Հետո փոխարինման ծախսը բավականին թանկ է, ես ինչ որ տենց կարողա թվերի մեջ մի քիչ սխալվեմ, բայց ասում էր top վերևի մակարդակի ղեկավար փոխարինելը իր տարեկան միջին աշխատավարձից 2.5 անգամ ավելի թանկ է ընկերության համար, քան եթե ինքը մնար։ Տեղից ներքև արդեն ավելի իջնում է, բայց աշխատողների մոտ գոյանում են շատ ծանրակշիռ հանգամանքներ, թիմակիցների մոտ աշխատող բառը չեմ սիրում, ինչու չլքել տվյալ թիմը եւ հոսունությունն է պակասում, քո նշած ցուցանիշի ծախսը, հա, պակասում է եւ շատ լավ։ Այդ հենց մենակ մի էֆեկտն է։ Համայնք նշանակում է, որ ինքը համայնքը, այսինքն այդ անձնակազմը, ինքն իր բերանով առանց դրթելու, առանց վճարելու գնում է եւ դաշտից գտնում է ուրիշ լավագույն մասնակիցներին, ասում է՝ «Արի, մեր մոտ գիտես ինչ լավ է։ Մեր մոտ ընտանիք ենք, կամ լավ ընտանիք մի քիչ շատ թունդ է ասված։ Մեր մոտ իրար ցավով ապրող գաղափարական, չգիտեմ, արժեքային թիմ է, արի»։ Ռեկրուտերին դրա համար վճարում ես, իսկ ինքը գնում է բերում է, հա, սրճում է մեկի հետ, ասում է՝ «Արի մեր մոտ»։ Կամ ասենք նույն UGC կոչվածը user generated content, ինքը խոսում է, շատ է խոսում, շատ է թեգում քո ընկերությանը առանց մարքեթինգային ծախսերի։ Ասենք մարքեթինգի վրա գումար ես դնում, SMM մասնագետների վրա գումար ես դնում, բայց քո community-ն հելնում է ու քեզանից պատմում է առանց ծախսի։ Հա, HR-ում դա կոչվում է տերմինը բան,
employee advocacy, աշխատակիցները որպես դեսպան։ Այո։ Ու տրեյնինգների ժամանակ ես միշտ ասում եմ, քո Լորեց բարբարը զգացիր, փոխացվել է այս դու ես մեկ բարբարով խոսում, հիմա այս տրեյնինգների ժամանակ մեկ ասում, տրեյնինգ առաջ Երևանցի։ Գիտեմ։ Տրեյնինգների ժամանակ հաճախ եմ նշում, ասում եմ, ինչ ուզում ես արա գործը դուի բրենդավորման ուղղված, ինչքան մարքեթինգային բյուջե, ջանք դնում ես նրա մեջ, եթե երեկոյան այդ մարդը իր ընկերների հետ սրճանում նստած ասեց, այդ ամեն ինչը հեչ fake-ա, կեղծ է ամեն ինչը, դա իրականում գոյություն չունի, դու կորցրեցիր քո պոտենցիալ աշխատակցին, որտեղ մարդիկ իրար են ավելի վստահում, քան սոցմեդիայում տեսած թանկանոց եւ գունավոր բաներներին, էլի։ Իրական community management-ը որն է, այ պետք է հասնել նրան, որ աշխատակիցները այնքան ուժեղ կապ զգան, թիմակիցները այնքան ուժեղ կապ զգան տվյալ կոլեկտիվի հետ կամ ինչու՞ չէ բրենդի հետ, եթե կարում ենք բրենդինգ իմաստ, բրենդինգը ենթադրում է նաև посыл, չէ, իմաստ, իմաստը արտահայտում, արժեք, կապել դրան, կապել միմյանց, եթե իրար կապես, մի հատ էլ բրենդինգ կապես, դա вообще սուպեր է։ Պրոստը դուրս եկանք արտաքին community, որտեղ բրենդի շուրջ ստեղծված համայնքը, որի դեպ կարա նաև staff-ը ներառի, կարա գործընկերներին, հաճախորդներին ներառի, դա արտաքին բան։ Անդերպես ներսից է սկսվում։ Դե ձեր տեսակետից հորիզոնականացումը, երբ որ չգիտեմ տնօրենը իջնում է ծրագրավորողի հետ վազում է, երբ որ իրանք իրար հետ շփվում են գործի տեղը եւ գործից դուրս շարունակ, չէ՞ որ շատ հաճախ մեր թիմակիցները սպասում են ժամը 6-ին դուրս գան, բայց community management-ը իրեն վերջի կետում, ասենք ենթադրում է 6-ից հետո նորից իրար հետ շփում իրար զարգացնել, իրար օգնել, կամպանիայի մասին էլ մտածել, հոգ տանել եւ գործի ժամին էլի գործից մի հատ դուրս գալ։ Հա, գործի ժամից էլ պետքա գործից դուրս գալ։ Այսինքն 4 սահմաններից դուրս գալ, անել ավելին այդ նկատի ունես։ Որպեսզի թիմակիցը մի տեղ ասի, գիտես, մենք գործի տեղը մենակ գործ չենք անում։ Հա, հասկացա։ Նա մի քիչ HR-ի հայացքից challenge անեմ, այս քո ասածը, սենց մի հատ լավ հասկացություն կա, կոչվում է engagement fatigue, այսինքն հայերեն թարգմանենք ներգրավվածության հյուծվածություն, խոսքը գնում է նրա մասին, որ ընկերություններում աշխատակիցները ինֆորմացիոն շատ հոսքերի, այդ շատ թվայնացված կոնտենտի, ստիպողաբար իվենթների, ներքին կամպանիայի ընկերության իվենթների մասնակցելու ու այս ամեն ինչի արդյունքում, հա, այդ տարբեր շատ HR-ական նախաձեռնությունների արդյունքում հոգնում են, հյուծվում են եւ այլևս ներգրավվածություն չեն ունենում։ Այս նույնիսկ որ քիչ առաջ ոդկասթից առաջ խոսում էինք, այն կանադացի ժուրնալիստը անունը Gladwell, իր գրքի մեջ էլ կոչվում է The Tipping Point, փոխակերպման կետը կամ փոխակերպման ամենաբարձր կետը, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, ինքը տեղել է նշում, որ համայնքների մեջ, ներսի դրսի մեծ եւ փոքր, 1%-ն են ամենաակտիվ ներգրավվողները, բայց այդ 1%-ը կարող է շատ մեծ փոխակերպումների բերի։ Ինչևէ, մի կողմից էս միտքն է, որ պիտի հաշտ լինես այն ամենաակտիվ 1%-ի հետ աշխատելու։ Մյուս կողմից էլ, որ այդ էմոցիոնալ հյուծվածությունը վարակիչ էֆեկտ ունի։ Մեկ էլ տեսնում ես արդեն, որ այդ ոչ ակտիվ пассив աշխատակիցները, թիմակիցները ուրիշներին էլ վարակեցին։ Այ ինչ ու այսօր հարցնում իրոք HR-ական հետաքրքրասիրություն է մոտս, համապես ղեկավար էլ էլի, այ community building-ի ինչ սուպեր լավ տեխնոլոգիաներ ու գործիքներ կան, որ դու կարող ես կիրառել ներսում, որպես ղեկավար, որպես HR մասնագետ, որ այս հիվանդ վատ երևույթներից խուսափես։ Գիտես HR management-ը ու community management-ը շատ նման են իրար, քույր եղբայր են, բայց տարբերություններ էլ կան։ Ինքը community-ն զուտ հորիզոնական հասկացություն է։ HR-ը իր մեջ ունի ուղղահայաց սուբորդինացիոն level-ներ։ Ինչ որ մեկը վերևից ստիպում է, որտեվ կարա ստիպի։ Հա, ասում կորպորատիվ ենք անում։ Հա։ Բոլորիս կամ չգիտեմ, արժեքների ինտեգրման ծրագիր ենք անում, բոլորի մասնակցությունը պարտադիր է։ Community management-ը թեկուս staff-ի մակարդակով ենթադրում է, որ իրանք որոշեն։ Թողնել ինքնակազմակերպել, թողել լիդերները հայտնվեն, թողել ինքն իրուն
այդ 1% հայտնվի, այնտեղ level-ներ կան ներգրավվածության, այդ 1-ից բացի մոտ մի հատ 10% է գալի միջին ստատիստիկ իմաստով, հա, դրանք օրինակ contributor-ներն են, արձագանքողներն են, ոչ թե իդեա գեներացնողներն են, այլ հա բան ժողջան պատը քանդեք հետևնիցը տեկող են եւ կան դիտորդներ կապերը ստեղծողներն են օգնողներն են այդ իդեա գեներացնողների մոտ իդեան միսուարում սարքող օգնողներն են բայց պիտի թողես ձևավորվեն պիտի թողես իրանք ինքնակազմ պիտի առաջարկես ֆորմատներ որ իրանք առաջարկեն ֆորմատներ մի քանի սկզբունքներ կա ապրես մասնակցայնություն Լավ մասնակից սարքել մասնակցության քո տեղը չեն որոշում դու զգում ես որ դու մասնակցում ես որոշումներին հարցում են անում գալիս են նստացնում են խնդրում են ասում են ժող պապայի արև ուզում ենք որ դուք որոշեք դուք բոլորդ որոշեք ներառականություն բոլոր շերտերին ներառում ենք չգիտեմ ռիմոտ աշխատողներն էլ ենք ներառում բոլորին ոչ մեկին չենք անտեսում ուժեղ հետադարձ կապ եկեք խոսացեք դուք կարևորեք ձեր խոսքը ազդեցիկ է եւ ես կապացուցեմ որ քո հետադարձ կապը լսվում է դրական եւ բացասական պատասխանի դեպքում հետ կգա նույնիսկ բացասական պատասխան իրան գնահատում ասում խի ես այդքան կարեւոր եմ որ հերիք չի ասեցին արի լսեցին ռեակցիա տվին գնացին ասին կգանք ցանկացած որոշման դեպքում ու կհիմնավորենք որտեվ դու այնքան կարեւոր ես որ մեր համար շատ կարեւոր է նույնիսկ քո առաջարկի մերժումը մենք քեզ բացատրենք եւ հայացի լեզվով ասած տեղավորացնենք հասկացա այդ կարևորագույն սկզբունքներ են մասնակցայնություն ներառականություն թափանցիկություն հաշվետվողականություն ինքը անդադ պետք է զգա որ ինքը կարևոր է իսկ այդ 1.90 այդտենց community manager-ների մոտ հայտնի օրենք է 1.90 իհարկե մաքուր 1 չի մաքուր 9 չի եւ մաքուր 90 չի ինչ ասում որ 130-150 թվից հետո համայնքի այդ թիվն էլ իր հիմքը ունի էլի շերտավորումներ են գոյանում ներգրավվածության մոտավորապես 1-2% մնում է իդեոլոգ իդեա գեներացնող, դրայվեր, ազդակ տվող, նախաձեռնող, առաջնորդ։ Լավ։ Մոտ 10%-ը դառնում են այդ 9։ Հա, 9-10%, այո, դառնում են contributor-ներ, աջակիցներ։ Հա, աջակիցներ, գովամ, տարածեմ, ձեռք բռնեմ, կամ կամավորություն անեմ, կամ մարքետոլոգները դրան ասում են any creator-ը սրանք բան contributor են, որտեվ like, share, comment բան են անում։ Իսկ այն մնացածը դիտորդներ են։ Դա միջինացված։ Դիտորդն էլ իդեպ ուզում եմ շեշտեմ, որ վատ բան չի, որտեվ եթե մեմի բան մեքենան փչանա Սիսյանի գյուղերի մոտ, նայելու ենք այդ լոկացիայով կա այդ դիտորդներից, գնալու ենք իր տուն։ Հա, ինքը նենց չի որ անպետք է։ Բայց իրանք ավեշած սիրում են։ Նույնիսկ սոցիումի մակարդակով մոտավորապես դա է, շատերն են երևի լսել, որ հասարակության 3-5%-ն է որոշում հասարակության ընթացքը։ Այդ հարաբերակցությունները շատ թեքիչ կան։ Հիմա ուզում եմ հատուկ շեշտեմ, որ 9-10-ից եթե շատ պակաս է, այդ creator-ների, idea generator-ների ազդակը խոդի չի գնում մեքենան, հասկանում ես, engagement rate-ը չի բարձրանում, չի կպնում, չի ստացվում անջատվում է մեքենան հասկացա 10-ից ինչքան բարձր մեմում 25% է այդքան լավ ինչն է մեկ էլ վտանգավոր պետք է ուշադրություն դարձնել երբ որ այդ generate idea generator-ներն են 1-2-ից շատ անում այդ էլ առողջ չի որովհետև պարակտման բան է շատ լիդերն էլ մի բան չի չէ հա երաշտական խմբերը 6 հոգով սկսում են մեկ էլ անջատվում են սկսում են առանձին հա կարևորական պետք է դրան ուշադրություն տալ բայց այն որ ճնշող մեծամասնությունը լինելու է դիտորդ, դա հետ պետք է հաշտ լինի։ Այս անգամ եւս մենք ունենք փոքրիկ նվեր, փոքրիկ սակայն արժեքավոր նվեր մեր ոդկասթային ունկնդիրների համար։ Հետևեք նկարագրության բաժնում նշված հղմամբ եւ կստանաք 30 արդյունավետ հարց բացահայտելու ձեր տեխնացուներին։ Եթե գտնվում եք հարցազրույցների իրականացման process-ում, ապա այս նյութը կարող է դառնալ ձեր սեղանի ամենաարդյունավետ եւ ամենաօգնող ուղեցույցներից մեկը։ Վերջինը ասիր հետադարձ կապ։ Նենց տակի այդ ես միշտ իմացել եմ։ Նույնիսկ երբեմն քննադատվել եմ դրա համար, դες մեկ սովորություն ունեի, ցանկացած բան, որ ուզում ենք փոխենք, այդ կլինի պատերի գույն թե ժամ, բան աշխատանք սկսելու ժամ, ես մի հատ թիմին
փոքր հարցում էի ուղարկում։ Ընկերներ, մտածում ենք հետևյալ փոփոխության մասին, օֆիսի պատերի գույնը ուզում ենք փոխենք։ Ինչ կարծիք ունեք, որը կլինի ձեզ համար ամենանախընտրելի գույնը։ Մեկ այդ ինֆորմացիան էի հավաքում նախնական էտապում։ Մեկ էլ երբ որ արդեն իրականացրեցինք, օրինակ, ներկեցինք, վերջացրեցինք պատերը, ինչ կարծիք ունեք սրա վերաբերյալ։ Այդ կլիներ տրեյնինգի որակի չափել, այդ կլիներ կորպորատիվ իվենթից հետո դրական բացական կողմեր ասել, այդ կլիներ միջավայրային հարցում, պուլսային հարցում HR-ական գործիքակազմը, էլի։ Միշտ այդ ինտուիտիվ միտեղ իմացել եմ, որ ինձ որպես HR մասնագետ եւ որպես ղեկավար աշխատակցից լավ ոչ մեկ ավելի լավ չի ասի, թե իրան ինչա պետք կամ ինչա աշխատեց եւ չէ։ Ու ամփոփելով ես, ոնց որ երրորդ մոտեցումն էլ այդ հետադարձ կապնա ու դա անել ոչ թե կեղծ, այլ օրգանիկ եւ իսկական։ Նայ, մի հատ բառ ասեմ, հուսով եմ կզգանք։ Դեռ Պարուս Սևակից ասում էր եսը խառնենք մեծ մենքի հետ, հա, թե չարենցներ ասում արդեն։ Իսկ թվում է Սևակն է։ Հա, կամ ասենք հենց մեմ ասում ամենքը եսից մեծ կամ Մանթաշյանց միությունը։ Քանի որ էլի ժամանակի մեջ սուղ ենք, փորձում եմ ոդկասթերում ոնց որ պահեմ ժամանակային ֆրեյմը, հələ չեմ գտել, որն է ճիշտ լիմիտ ունենալը, թե չունենալը, հələ որ լիմիտով, ժամանակային լիմիտով ենք շարժվում։ Ես կուզենայի դու պատմես կարևոր նախաձեռնության կամ նախաձեռնությունների մասին, որ հիմա ունեք, ես տեղյակ եմ եւ ափսոսում եմ, որ դա ստեղ չհնչի, հաշվի առ որ մեր ունկնդիրների մեծամասնությունը բիզնես ղեկավարներն եւ HR մասնագետ եւ HR ղեկավարներ են, ինչ կարևոր նախաձեռնությամբ կամ նախաձեռնություններով կուզենաս կիսվել եւ մասնակից դարձնել իրենց։ Քանզի նշեցինք, որ սա նոր մասնագիտություն է, սա նույնիսկ մակրո էֆեկտ կարող անենա, որ համագործակցային ցանցերը համայնքները սուպեր էժան եւ սուպեր արդյունավետ գործիքներ են, հա, այդ համատեքստում ես որոշել եմ, որ ինչպես շատ մասնագիտական համայնքներ, համայնք շինարարների մասնագիտական համայնք էլ պետք է լինի։ Լավ։ Մենք Հայաստանում պետք է ունենանք community managers, այո, անունը դրել ենք network of networks, փակա ինքը ունի սեփական ծախսերը, ունի փոքր անդամավճար այդ սեփական ծախսերը, հիբրիդ community է, էլի, այսպես on-line offline ակտիվություններով։ Ես որոշել եմ, որ ունենալու ենք Հայաստանում community manager-ների մասնագիտական համայնք, ստեղծենք առողջ լավ համայնքներ, ստեղծենք ցանցերի ցանց, հա, եւ ունենանք լուրջ տնտեսական արդյունք։ Իսկ մի հատիկ այսպիսի նրբություն ի տարբերություն այլ մասնագիտական համայնքների community manager-ների community-ն հենց ցանցերի ցանց է, որտեղ յուրաքանչյուր community manager-ի հետևում ցանց է։ Եթե մենք կարողանում ենք առողջ համայնք ստեղծենք, լուրջ էմոցիոնալ կապով բարձր վստահությամբ համագործակցային աջակցող գնահատող միջավայր, լուրջ նախադրյալներ ենք ստեղծում, որ ցանցերը նույն ձև արդյունավետ համագործակցեն։ Այդ իմ հաջորդ խենթ ասենք, թե ամբիցիոզ գաղափարն է, որ ես ուզում եմ անեմ, տակից։ Քո մեսեջը ո՞րն է։ Միանալ NN-ին, հա, դա է, թե քեզ գրել, որպեսզի համատեղ նախաձեռնություն մշակել։ Զաստալը վրասպլող։ Իհարկե միանալ NN-ին երևի, որովհետև ես կարծում եմ, որ էս էլ է միություն, որը միասին ինքան հարցեր ունի լուծելու եւ համայնականների համար, եւ միջավայրի համար։ Եվ եթե ավելի գետնի վրա բառերով խոսանք, սա հրաշալի network է, դու միանգամից network ես ստանում մարդկանց, ում հետևը շատ մեծ network է։ Դու հնարավորություն ես ունենամ ձեռք բերել ուրիշների փորձը, համակարգային գիտելիք։ Մենք էլ ունենք տրեյնինգներ, անում ենք դասեր community management։ Այ հիմա դարավ շոշափելի, էլի։ Հա, եւ դասեր, եւ կրթություն, եւ փորձի փոխանակում, եւ համատեղ փորձառություն։ Հասկացա։ Մեկ էլ կուզենամ պատմենք մեմի այն նախաձեռնության մասին, որ մենք Մագնուսի հետ մեկտեղ անում ենք։ Ես վստահ եմ, սա HR-ների համար շատ հետաքրքիր նախաձեռնություն կլինի, մի անգամից ինձ համար դրանում բենեֆիտները ասեմ, սա ահռելի թիմակառուցում է, այսինքն եւ թիմի մեջ այդ սինքի միասնականության գաղափարը տարածելը, ստեղծելը, երկրորդը սա նաեւ CSR-ի այդ corporate social responsibility տակել է անցնում, հա, որպես
լավ նախաձեռնություն, ինչպես կարող են HR մասնագետները եւ ընկերությունները համագործակցել մեմի հետ։ Այդ կուզենամ կիսվես, որտեվ ափսոսա որ ինքը չլսվի այսօր։ Մեմը լինելով ամբողջ Հայաստանից դուրս տարածական ծրված ապակենտրոն ցանց, ակտիվ երեխաներ ու երեխաների թիմերի, ովքեր հոգ են տանում իրենց միջավայրի մասին, ցկտում են, փնտրում են եւ գտնում են խնդիրներ, փորձում են դա լուծել, անընդհատ փնտրում է այդ խնդիրների լուծելու շուրջ գաղափարական գործընկերներ, ամենատարբեր ֆորմատներով, հա։ Մենք նույնիսկ կորպորատիվ թիմ բիլդինգներ ունենք, որտեղ թիմը գալիս է ոչ թե օրինակ խաղերի միջոցով մտերմանալու, ինչը շատ լավ է, այլ նաև սոցիալական ներդրմամբ, հա։ Որոշ HR-ներ իդեպ ասել են ամենաուժեղ սոսինձ այդ ժամանակագոյանում։ Այդպես ֆորմատներ են քննարկում, ֆորմատներից մեկը հենց ձեր հետ ենք սկսել առաջինը ու իսկական չաթ ենք սիրում, ես նույնիսկ ասեմ ինչի համար եմ շատ սիրում։ Ընկերությունների հետ ձեռք ենք բերում պայմանավորվածություն, որ տվյալ ընկերության աշխատակիցները գնան իրենց ծննդավայր, մենք օգնենք այդ ծննդավայր երեխեքին համախմբվել, հանդիպել իրար եւ ինչ որ արժեք գիտելիք փորձ փոխանցել եւ ստեղծել էմոցիոնալ կապ եւ ինչու՞ չէ շատ մեծ հավանականությամբ տվյալ ընկերությունը կամ տվյալ աշխատակիցը կշարունակեն այդ կապը զարգացնել եւ ներդրում ունենալ տվյալ միջավայրի զարգացման մեջ, իդեպ հենց երեխեքի շատ մեծ համաներդրում, որովհետեւ այդ մեմի գործն է իրանց կպցնել, կանգնացնել, այսինքն մենք պատրաստ ենք խնդիրներ լուծել, բայց մենք չունենք բոլոր ռեսուրսները, հա։ Այսինքն կներես ընկերությունը բերում է իր փորձառությունը ժամանակը դա կլինի մենթորության ձևով, դա կլինի թիմակառուցմամբ, դա կլինի համատեղ գրադարան կառուցելով եւ այլն էական չի, հա, եւ կապվում է որոշակի մեմի կառույցի, հա, որոշակի մեմի ներկայացուցիչ ենթաթիմերից լոկացիոն։ Ստե առանձնահատկություն նաև է նա, որ թիմակիցները որպես կանոն ավելի շատ են էմոցիա խառնում, իրանց ուղարկում են իրանց ծննդավայրեր։ Ֆանտաստիկա դա։ Դրա մյուս ֆանտաստիկան գիտես որն է, ես նկատել եմ, ասում եմ, զանգել եմ մեր Այդային, ասում եմ, լսի, այս ֆորմատը շատ ուժեղ է։ Մարդիկ չեն վրազում տուն գնան, որովհետև նաև մաման, պապան են ստե ապրում, ասենք գալիս են այս գիշեր մնան, չեն վրազում։ Այդ վրազելը միշտ երևում է, էլի, մարդիկ զբաղված են, հա։ Երբեմն ես նկատել եմ, իսկ իրանք են ուզում երկարացնեն, ասենք ավելի բազմազանացնեն, որովհետև չեն շտապում։ Այդ չես կարա բառերով փոխանցես, այդ ուղղակի ես մեր ունկնդիրներին ասեմ, թող համագործակցեն ձեզ հետ եւ փորձեն։ Մի պահ եղավ, գյուղում եմ, աշնակում եմ, հայրիկս Մերժան Մարգարյան ազգային հերոս է, Արցախյան պատերազմի զոհերից ու ես գնացի աշնակ, այդ պահին ընդմիջումից հետո աղմուկ էր դուրսը։ Ու ոնց որ ձեր մեմի երեխեքը դուրս են գալիս գուշացնում, բայց ոնց որ աշնակցի մի խումբ դպրոցական երեխեք նստած աղմուկ են անում։ Վերջը ես դուրս եկա, ասեցի բարև ձեզ։ Մեկ էլ Սենց ինձ են նայում, ինչ-որ դրական հասկանում, ասում գիտեք ես ով եմ, ասեցին հա մեր ուժի աղջիկը, ասում եմ եղեք դե խնդրում եմ լուր ու գնացին այդտեղից։ Այդ ինձ համար չես պատկերացնի ինչ եղավ, որ ասեց մեր ուժի աղջիկը ստեղա ու մեր ուժի աղջիկն այնքան հաճելի էր, որ ասեց չիմացա ինչ ասեմ երեխեքի, մեծ կարիքն չեղավ։ Շատ ֆանտաստիկ բայր ու նույնը մերին ասել, մերին էլ Վանաձոր էր գնացել, ասում ան որ ասում էր այդ էմոցիաները, այ հիմա զգում եմ այդ ինչը։ Չէ, երեխեքի հետ կարելի է լրիվ առողջանալ, լուրջ եմ ասում։ Վերջերս եւ միջև այսօր մայրիկի հետ առողջական խնդիր կա։ Այնպես բաներ է կատարվում, շատ շնորհակալ։ Այնպես բաներ է կատարվում, անակնկալ։ Ինձ գրում է ապարանի գյուղերից մի աղջիկ, որի մայրիկի վատ լինելու ժամանակ ես ընդամենը զանգել եմ, ասել եմ, ինչ խնդիր կա ձեր տանը, կարող է օրինակ դեղերի խնդիր կա, փորձենք բոլորով քո համար հեռավար աշխատանք ճարենք, դու աշխատես, հասցնես, մենակ ինքը ինչքան էր գնահատել այդ պահը, օրեր առաջ ինձ գրում է, երեք պատմել եմ, լացել եմ, հիմա պետք է չլացեմ։ Կարաս լացես, իրականա ու սիրում։ Պետք է լացեմ, եթերի մեջ։ Երեխեն, ես ամի հատ էպիզոդ է, սրանը ուզում եմ ընդհանուր մեսիջ ուղարկեմ, երեխեք հետ ինչքան առողջ ես։ Ինձ շատ հաճախ ասում են բաբլի մեջ ես, ասում եմ հա լավ է։ Բանը, ասում է մայրիկս լավացել է, հիմա ես ու մայրիկս քո մայրիկին բարևներ ու առողջություն ենք ուղարկում։
շատ պինդ իրան ասա, որ անցնելու է այդ ամեն ինչի մեջով ու որ հիշեցի, որ երեխեն է բան ու իր մատուցում, ահա, մայրիկս լավացել է ու հիմա ես ու մայրիկս ենք բան անում։ Ես չգիտեմ, էլի, ասենց պատմություններ այնքան շատ կա։ Վարդենիսի կൂട്ടական գյուղից երեխեն 22 թվականին, որ խփեցին Ջերմուկին Վարդենիսին։ Այս երեխեն 13 տարեկան նկատել էր, որ այդ փոքրիկ գյուղի ոչ մի պատվալում ապաստարանի մասին խոսք չկա, դեղ չկա։ Դաթարից հետո 2-3 հոգու համախմբումը գնում է մասորները հավաքում մի մեշով, տանում է փողոցում, վաճառում է, բերում է դեղերը, լցնում է պատվաներ։ Ասես դա շշվում ես, էլի, ասում ես ոնց է ինքը իր ուղեղում դրան եկել, չէ՞։ Հա։ Երևի լավ էլ պատմություն չենք պատմի, կարևոր մեսեջը փոխանցեցիր, հա։ Այո, համայնքաշինությունը ֆանտաստիկ էքսպոնենցիալ էֆեկտով process է, որին որ ամեն օր հանգում ենք եւ HR-ի եւ ղեկավարական եւ բիզնես աշխարհում փոխանցեցինք այն նախաձեռնությունները, որ դուք ունեք, դա էլ վստահ արժի մասնակցեն, հուսամ այս ոդկասթը օգուտ կծառայի ձեր նախաձեռնությունների անցկացմանը։ Մայր ջան, մերսի որ եկար, մամայիդ անսահման առողջություն, թող երբ որ այս ոդկասթը հրապարակենք, էլ կարիք չլինի այս ամեն ինչի այդքան առողջ լինի։ Դեպի ամեն ինչ դեպի լավն է գնում։ Հա, այդ լավ լուր էր։ Քեզ էլ հաջողություն քո գործի մեջ, լավ աշխատանք ես անում եւ մերսի այդ աշխատանքի համար։ Քեզ շատ մերսի։ Կարծում եմ այս հաղորդումը դեռ շատ եմ ցիտելու, իրան տալու եմ տարբեր տեղեր, որպեսզի ամեն ինչ մանրամասն չբացատրեմ եւ ահագին օգնեցիր միանգամից հանելով կարևորագույն լսարանի, հա, ենթալսարանի վրա, որպեսզի այդ խնդիրը մենք դեռ խնդիր ունենք մարսեցնել ինչ է այս մասնագիտությունը, հա։ Դե ուրախ եմ, դու էլ ապրես։ Քեզ լավ երեկո։